Напитай себя самого, свою семью и весь мир, дом хлеба. Передо мной лежит Библия. Իմ առջև դրված է Աստվածաշունչ, մի փոքր թերթ նշումներով եւ իմ սրտում խոսք կա։ Давайте будем открытыми. Այսօր եկեք բաց լինենք Աստծո առջև, որպեսզի մտորենք սիրո մասին։ Я думаю, что Կարծում եմ, որ ասելով սեր բառը մեզ մոտ առաջանում են տարբեր պատկերացումներ այդ մասին։ самые разные. Ամենատարբեր պատկերացումները կրկին մեր փորձառության չափով, այն ամենի չափով, ինչը մենք վերապրել ենք կյանքում։ То, что Ինչպիսին որ եղել է մեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, հասուն տարիները, вот такое у нас այդպիսի տպավորություն էլ մենք ունենք սիրո մասին։ Давайте будем Բայց եկեք բաց լինենք եւ տեսնենք, թե ինչ ի նկատի ունի Սուրբ Գիրքը, խոսելով այս մեծ եւ հարատև երևույթի մասին, великим и որը չի անցնելու ոչ այս աշխարհում, не ոչ էլ приходящим в հաջորդում, всем веке, не в будущем явлений. Ибо много, որովհետեւ շատ պարգևներ, которыми որոնք այսօր լրացնում են մարդկանց կարիքները, կդադարեն գոյություն ունենալուց, որովհետեւ կարիքներ չեն լինի։ нужды, как Կարիքները որպես այդպիսին կվերանան եւ ամեն արցունք, которые որը հայտնվում է մեր աչքերին ցավի պատճառով, անձնական թե մարմնական, նաեւ մերժվածության կամ տրտմության պատճառով, в результате от որին բոլորս էլ հակված ենք ապրելով այս երկրի վրա, подвержены, живя на земле, это այդ слеза արցունքը կսրբվի будет Հիսուս утерта Քրիստոսի рукой Иисуса ձեռքով։ Христа, Он утрет Նա կսրբի всякую ամեն արցունք։ нужды не будет, Չի լինի боли не կարիք, будет, չի լինի ցավ, страданий չի не լինի будет, տառապանք, смерти չի не լինի будет. մահ։ Потому Այդ պատճառով էլ կարիքները լրացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի, потому что нужнее. որովհետև կարիքներ Но չեն լինի։ любовь Բայց будет սերն существовать ընդմիշտ գոյություն է всегда. ունենալու։ Она Այն существовала գոյություն до ուներ աշխարհի сотворения արարումից мира. առաջ, Она այն գոյություն ունի существует այսօր сегодня, и она եւ будет այն մշտապես постоянно կշրջապատի нас մեզ։ окружать. Мы будем жить. Մենք կապրենք եւ կխթանվենք սիրով ողջ հավիտենության Потому что ընթացքում, Бог есть որովհետև любовь. Աստված սեր է։ Любовь это самодача. Սերը անձնվիրում է, սերը ինքնազոհաբերում է։ Սիրելով մարդը մոռանում է իր մասին եւ ընդհակառակը։ Նա դիտարկում է իրեն եւ այն ամենը, ինչ ինքն ունի, որպես զոհ, рассматривает как որպես жертву, ռեսուրս как ресурс ի օգուտ в այլ пользу մարդու, другого. В пользу ի кого? օգուտ ինչ որ մեկի։ Любовь это когда человек Սեր живет ունեցող жизнью մարդն ապրում է ուրիշի другого, կյանքով, радостью ուրիշի ուրախությամբ, ուրիշի ցավով։ болью другого. Живет Նա ապրում է այլ մարդու жизнью լիարժեք другого կյանքով։ человека. Это любовь. Սա սեր է։ Когда человек Երբ живет, մարդն апրում է սիրվելու համար, чтобы быть любимым, Սա это նույնպես также մարդկային потребность կարիք է։ человека. Однозначно. իհարկե быть մենք չենք любимым. կարող Мы ապրել тоже առանց можем սիրո, без любви жить. բայց սա Но այլ это է, другое, чем любовь. սա սեր չէ։ Потому что любовь Որովհետև մենք կարող ենք օգտագործել սերը եւ կարող ենք ծառայել սիրով, եթե ունենք այն։ Сейчас Мирослав Քիչ առաջ Միրոսլավը հիշում էր իր եղբոր Ռոմանի Мы մասին։ вчера тоже с Жанной Երեք ես եւ поехали в Ժաննան аэропорт նույնպես вечером, գնացինք чтобы օդանավակայան, просто որպեսզի встретить и պարզապես հանդիպեինք եւ դիմավորեինք Знаете, նրանց։ Около получаса. Մենք мы մոտ ждали, կես ժամ пока придет սպասեցինք, самолет, մինչև եկավ смотрели за ինքնաթիռը этим большим եւ հետեւում родством էինք այդ մեծ Чернецких, ընտանիքներին, Тукаевых, Չերնեցկիներին, Ճուկաևներին, այլ մարդկանց, И ովքեր Я այդտեղ էին։ наблюдал такую сцену, Այսպիսի մի տեսարան էր։ Երեխաները дети, у всех есть дети. բոլորն ունեն երեխաներ, Много ընտանիքներ, շուма, радости, մեծ աղմուկ եւ ուրախություն էր, բիգают, բոլորը վազվզում И էին։ вот дети Այդ երեխաները պաշտպանված են։ защищены. Они в любви. Նրանք գտնվում են սիրո մեջ։ Они бегают. Նրանք Ребенок վազում может են, убежать երեխան կարող է вообще, նույնիսկ но հեռու даже не փախչել переживай. եւ նա չի Об этом անհանգստանում։ переживает Դրա мама. մասին անհանգստանում է մայրիկը։ Мама держит Մայրիկն է его в поле պահում նրան իր зрения. Мама за տեսադաշտում, него մայրիկն է отвечает. պատասխանատու նրա համար։ Мама живет. Մայրիկն է его ապրում жизнью, նրա он կյանքով, бегает իսկ как նա վազում է абсолютно առանց որևէ не чувствуя պատասխանատվության никакой զգացման։ ответственности. Кто-то, Ինչ որ մեկը любящий, սիրող, добрый и բարի եւ сильный, ուժեղ заботится հոգ է за տանում него. նրա մասին։ Но когда привезли Բայց этих երբ двух բերեցին мальчиков, այդ երկու երեխաներին, Роман и Таня, Ռոմանի եւ Տանյայի հետ, ну все там բոլորը обнимали, գրկում էին брали նրանց, на руки, да.
Իսկ ես ուշադրություն դարձրի, որ այդ երկու փոքրիկ տղաները մշտապես պահում էին Ռոմանին եւ Տանյային իրենց տեսադաշտում։ Բոլորը հերթով մոտենում էին նրանց, համբուրում էին, գրկում էին, խաղալիքներ էին նվիրում։ Բայց նրանք 3-4 տարեկան երեխաները պահում էին իրենց ծնողներին ուշադրության կենտրոնում։ Ես մտածեցի, ինչպիսի վնասվածք են կրել այս փոքրիկ սրտերը, որոնք զրկվել են ծնողական սիրուց, երբ նրանց կենսաբանական ծնողները պարզապես հրաժարվել են նրանցից, չգիտեմ ինչ պատճառով, բայց այդ երեխաները, մենք ովքեր մանկատներից չենք, մեծացել ենք լավ ընտանիքներում, նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում լինել զգացմունքորեն անպաշտպան, լինել միայնակ եւ լինել անպետք բոլորի համար այս աշխարհում, այն իմաստով, որ նրանք չեն պատկանում ոչ ոքի։ Այսօր Նիկոլայը հիշում էր Մասլոուի հայտնի պահանջմունքների բուրգը։ Այնտեղ գրված են մարդկանց կարիքները եւ մարդու ամենամեծ կարիքներից մեկը զգացմունքնորեն պաշտպանված լինելն է, որ ես պետք եմ, ես ինչ-որ մեկին պետք եմ։ Ոչ թե պետք եմ, որովհետեւ պահանջված եմ, որովհետեւ գեղեցիկ եմ, որովհետեւ խելացի եմ։ Ես պետք եմ, որովհետև ինձ սիրում են, սա բոլորովին այլ բան է, և հենց այս մասին եմ ես այսօր ցանկանում խոսել։ Ես փորձում եմ խնայել ժամանակը, այդ պատճառով էլ անմիջապես ցանկանում եմ անցնել այն կետերին, որոնք այսօր դիտարկելու եմ։ Առաջինը, սերն ընդունելու կարողությունը շատ կարևոր է։ Սերն ընդունելու կարողությունը, սերը կա, և Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ տվեց իր միածին որդուն։ Այսօր մենք երգում էինք այս մասին։ Սերն իսկապես կա, բայց նույնպես կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում այդ սերը։ Նրանք պարզապես չեն ընդունում սերը։ Նրանք ապրում են դատապարտության ներքո, ճնշվածության մեջ, նրանք կարծում են, որ արժանի չեն այդ սիրուն։ Բայց սիրուն չեն արժանանում, սերը ցուցաբերում են։ Աստծո սիրուն անկարելի է արժանանալ։ Մենք արդեն լցրել ենք սրանով բոլորի ականջները եկեղեցում, այնինչ մեզանից շատերը ինքներս չենք հավատում սրան։ Միևնույն է, մենք այնպես ենք դասավորել մեր ներքին հոգեբանությունը, մեր հասկացողությունը, որ մենք արժանանում ենք սիրուն, հասնում ենք դրան պատվիրանները պահելով, Աստծո առջև վարվելով, առաքինություններով, կիրակնօրյա ծառայությունների մասնակցելով եւ այլն։ Մենք ակնկալում ենք Աստծո փոխադարձ սերը, որովհետև ջանում ենք պահել նրա պատվիրանները, ինչը շատ ճիշտ է։ Բայց սերը ցուցաբերում են։ Ձեզ շատ կօգնի մի ձևակերպում, որը ես չեմ ասել։ Ես ինչ-որտեղ լսել եմ այս խոսքը։ Սիրում են ոչ թե ինչ-որ բաների համար, այլ չնայած ինչ-որ բաների։ Սիրում են, եթե մենք խոսում ենք սիրո իսկական, սկզբնական սահմանման մասին, սիրում են ոչ թե ինչ-որ բաների համար։ Ինչ-որ բաների համար սիրելը փոխադարձ վերաբերմունք է։ Սիրում են չնայած ինչ-որ բաների։ Եկեք կանգ առնենք այստեղ, որովհետև սա իմ այսօրվա դատողությունների կենտրոնական միտքն է։ Եթե մենք խոսում ենք իրական սիրո մասին, եթե ցանկանում ենք ստուգել մեր սրտերը, թե որքանով մենք իրական հոգևոր աստվածային սեր ունենք, ես երրորդ անգամ կկրկնեմ այս ձևակերպումը։ Սիրում են ոչ թե ինչ-որ բաների համար։ Եվ եթե դուք սիրում եք միայն ձեզ սիրողներին, ինչ առանձնահատուկ բան եք անում, ասաց Քրիստոսը, միթե բոլորը չեն այսպես վարվում։ Եթե դուք պարտքով տալիս եք, սպասելով ետ ստանալ, սպասելով ինչ-որ բան ետ ստանալ, սա հիմնականում բոլոր մարդկանց դրդապատճառն է, երբ մենք ինչ-որ մեկին սիրում ենք կամ ինչ-որ բան ենք տալիս։ Մենք սպասում ենք, որ ետ կստանանք։ Ինչ յուրահատուկ բան եք անում, ասաց Քրիստոսը։ Բոլոր մարդիկ են այսպես վարվում։ Եկեք փորձենք դիտարկել մեր եւ Աստծո փոխհարաբերությունները Քրիստոսի կողմից ասված այս բանաձևով։ Եթե դուք սիրում եք այն Աստծուն, ով սիրում է ձեզ, ինչ առանձնահատուկ բան եք անում։ Այն Աստծուն, ով օրհնել է քեզ առողջությամբ, ֆինանսներով, Աստծուն, ով ապահով բնակեցնում է քեզ, դու ապրում ես անվտանգ, լավ երկրում, լավ եկեղեցի ես հաճախում, եւ դու սիրում ես Աստծուն։ Ինչ առանձնահատուկ բան ես դու անում, երբ սիրում ես կատարյալ, սուրբ, մաքուր, բարի Հորը։
Этого требует Սա справедливость. արդար է։ Это абсолютно Սա լիովին закономерно. օրինաչափ է։ Это было бы ненормально. Աննորմալ կլիներ չսիրել նրան, ով սիրում է քեզ, պարգևներ է տալիս եւ օրհնում է քեզ։ Христос продолжает эту Քրիստոսը мысль, շարունակում է что միտքային մասին, настоящая որ любовь, իրական սերը սիրում է, она չնայած любит, ինչ որ несмотря բաների, на то, что человек недостоин. չնայած որ մարդը սիրո արժանի չէ։ Потому в любовь Այդ իսկ надо պատճառով уверовать. սիրուն պետք է Апостол հավատալ, Иоанн եւ говорит, Հովհաննես «Мы առաքյալն познали ասում է, любовь մենք и ճանաչեցինք սերը уверовали в եւ нее». հավատացինք նրան։ И чтобы Եվ уверовать Աստծո в սիրուն любовь հավատալու Божью, համար, потому что любовь это որովհետև не սերը аксиома, աքսիոմ это չէ, не տեսություն չէ, гипотеза, это ինչ не որ какая-то փիլիսոփայական թեզ կամ философская ենթադրություն չէ, зарисовка, մոգական предположение, բանաձև չէ։ какая-то формула магическая. Нет, Ոչ, любовь это не սերը лирика. բառեր չեն։ Как сказал, Ես կարդացել եմ я միտեղ, где-то читал, одна որ մի молодая женщина երիտասարդ написала աղջիկ произведение ստեղծագործություն է любви, գրում սիրո մասին, и она пробовала եւ ցանկանալով писательские փորձել իր способности, գրելու она հմտությունները նա редакцию գալիս է и խմբագրություն подала свои рукописи. եւ առաջարկում է իր ձեռագրերը խմբագրի։ Он оказался пожилым Խմբագիրը человеком, տարեց он մարդ է посмотрел լինում, на неё, նա նայում է այդ посмотрел на աղջկան, рукопись, նայում է այդ сел ձեռագրերին, напротив неё и спросил, նստում է այդ աղջկա դիմացը եւ հարցնում է. Դուք ստեղծագործություն եք գրել սիրո մասին։ Իսկ ինչ է սերը։ Она Այդ աղջիկը լայն ժպտում է, փակում է աչքերը, կյանքով լեցուն, գեղեցիկ, երիտասարդ աղջիկ, ամենայն հավանականությամբ սիրահարված եւ ասում է. любовь, вы знаете, любовь. Գիտեք, սերն այնպիսի զգացմունք է։ Это такое чувство. Երբ թևեր ունես, երբ աստղերը հատուկ կերպով են լուսավորում, երբ օդը լցված է բուրբունքով, Воздух наполнен особым ароматом. Это երբ когда զգում ես սիրելիդ плечо ուսը քո любимого ուսին, человека երբ рядом, չես это когда վախենում։ тебе не страшно, он сказал, нет, Խմբագիրը պատասխանում է ոչ, դա չէ սերը։ не это есть любовь. Любовь это Սերն когда այն է, երբ գիշերվա ժամը 3-ին ты поднимаешься դու из վեր ես теплой կենում տաք постели, անկողնուց, чтобы որպեսզի поухаживать за հոգ больным տանես հիվանդ ребенком. երեխայիդ համար։ Вот что такое любовь. Ահա թե ինչ է սերը։ Я задаю себе Ես вопрос, հարց եմ տալիս ինքս ինձ. любим ли мы? Արդյոք մենք սիրում ենք։ Любим ли мы? Արդյոք մենք սիրում ենք։ Когда мы читаем, что Երբ Бог մենք կարդում возлюбил ենք, որ мир, Աստված սիրեց այս աշխարհը, Бог Աստված доказывает ապացուցում է իր свою սերը любовь մեր к нам. հանդեպ։ Мы сказали, что в любовь մենք надо ասացինք, որ уверовать, սիրուն и պետք է её надо հավատալ, եւ доказать. բացի այդ սերը պետք է ապացուցել։ Бог доказывает, Աստված не ապացուցում է мои իր мысли. սերը, ոչ թե Послание իմ к римлянам, մտքերը։ Бог Հռոմեացիների թղթում доказывает свою Աստված любовь ապացուցում к է իր нам սերը մեր в հանդեպ том, այն что Он բանով, умер որ նա за нас, մահացավ когда մեզ мы համար, были երբ еще մենք դեռ грешны. մեղավորներ էինք։ Может быть, кто-то Միգուցե ինչ согласится որ մեկը умереть համաձայնվի за մահանալ благодетеля, բարերար за կամ բարի доброго մարդու համար։ человека. Бывают Լինում են такие այդպիսի порывы պորտկումներ, զոհաբերել սեփական կյանքը հանուն բարի մարդու։ ради доброго человека. Но Բայց Бог Աստված доказывает ապացուցում է իր нам սերը свою մեր любовь, հանդեպ այն что Он բանով, умер որ за նա нас, մահացավ когда мы մեզ были համար, երբ մենք последними վերջին негодяями. ստահակներն էինք։ И ничем Եվ այլևս другим ոչնչով любовь սերը не չի ապացուցվում, доказывается, как քան тем, այն բանով, որ մեզ սիրում են, что нас երբ մենք любят, մեղավոր когда ենք։ мы грешники. Потому что любить որովհետև праведника արդարին несложно, սիրելը դժվար չէ։ праведника любит Բոլորն են սիրում արդարին։ за воспитанным. Բոլորն են ցանկանում շփվել դաստիարակված, обеспеченным ֆինանսապես человеком ապահովված все մարդու հետ։ Он Նա востребован, պահանջված է, он нужен, նա պետք է, он любим. նա սիրելի է։ Знаете, в дни конференции, Գիտեք, վերջին наверное, կոնֆերանսի օրերին մարդիկ Никогда չգիտես за все ինչու 7 ասում էին, лет որ սիրում են существования ինձ։ нашей церкви Ավելի никто շատ не քան говорил երբևէ о մեր любви. եկեղեցու 7-ամյա պատմության ընթացքում։ Серьезно. Իսկապես, Так много людей, այնքան так много մարդիկ այնպիսի искренности в անկեղծությամբ глазах, իրենց հայացքի մեջ, такими прямыми այնքան текстом, անմիջական, такими անկեղծ բառերով, откровенными заявлениями. Пастор, мы вас ովիվ մենք ձեզ сիրում ենք։ Вы знаете, Գիտեք, մեկ անգամ я когда-то, может быть, երևի 1.5-2 տարի առաջ ես աղոթում էի տանը իմ սենյակում եւ ասում էի. в комнате и говорю, Господь, а вот Տեր, интересно, իսկ հետաքրքիր է, а если бы я եթե ես ընկնեի շնության մեջ, в блудодеяние, сколько бы людей քանի մարդ կշարունակեր սիրել ինձ։ А если бы что-то случилось со мной, Իսկ եթե ինձ հետ ինչ-որ բան կատարվեր եւ ինձ, ինչպես այսօր Նիկոլայն էր հիշում Դավիթին, слюна течет по бороде, բերեին շարժասայլակով, թուքը ծորար մորուքիցս, ես բոլորովին չեմ կատակում, որովհետեւ ես չեմ ապրում գովեստի խոսքերի պատրանքներով։ Գովեստի խոսքերը պատրանքներ են։
И мы многие питаемся Շատերս ենք սնվում պատրանքներով, иллюзиями, երբ մեզ когда սեր нам են сознается խոստովանում։ в любви. Я не говорю, что люди Ես лицемерны, չեմ ասում, որ մարդիկ կեղծավորությամբ են հաճելի խոսքեր ասում, ոչ, но я говорю, что это բայց не ես есть ասում եմ, որ սա չէ ապացույցը այն մասին, доказательство того, что որ нас մեզ սիրում են։ Почему в любовь не просто Ինչու սիրուն հեշտ չէ հավատալ։ Потому что не Որովհետև просто հեշտ չէ верить, հավատալ, что тебя որ քեզ любят սիրում են ни за ոչ թե что. ինչ որ բաների համար, Любят այլ несмотря սիրում են на то, չնայած что այն բանի, ты որ դու вот այդպիսին такой. ես։ Не просто Հեշտ такому չէ человеку այդպիսին մարդուն հավատալ, уверовать в любовь, սիրուն եւ ընդունել այդ սերը։ принять эту любовь. Он живет в зоне Նա ապրում է մերժվածության տարածքում, նա երկրորդական, երրորդական մարդ է, նա դուրս է շպրտված հասարակությունից, նա անարժան է սիրուն։ любви. Я просто Ես պարզապես աղոթում էի եւ ստուգում էի ինքս ինձ, ուսումնասիրում էի ինքս ինձ։ А вот как Давид говорит, Ես ասում էի, Տեր, ինչպես Դավիթն էր ասում, իմ մոր արգանդից քեզ վրա եմ գցված։ и дальше он говорит, Իսկ հետո նա ասում не է. оставь Տեր, меня, Господи, մի թող ինձ, когда երբ իմ ուժը ослабеет տկարանա։ сила моя. Есть время, когда Կա ժամանակ, երբ ես ուժեղ եմ։ Давид был сильным Դավիթը ֆիզիկապես ուժեղ էր, նա զորեղ բանակ ուներ, նրան շրջապատում էին ամենաուժեղ մարդիկ։ его Նրա слава. փառքը որպես մեծ պատերազմողի տարածված էր ողջ երկրով մեկ։ Այսօր մենք խոսում ենք հոգևոր ուժի, հոգևոր համբավի մասին, բայց կարող է ժամանակ գալ եւ այնպես լինել, որ զորությունը պակասի Ты становишься եւ դու թույլ դառնաս։ И я просто Եվ ես ուղղակի քննում էի ինձ, сколько людей из քանի моего մարդ իմ окружения շրջապատից չէին փոխի не իրենց изменили վերաբերմունքը իմ своего հանդեպ, отношения ко мне. Потому что только որովհետև միայն իրական սերը եւ մայրական սերն ամենից մոտ է Աստծո սիրուն։ у Расула Гамзатова где-то Ինչ որտեղ ես մի բանաստեղծություն եմ կարդացել Ռասուլ Գամզատովից 3 կանանց մասին, որը կարծեմ հենց այդպես էլ И он կոչվում է։ описывает, երեք когда он կին։ ушел в дальнюю Նա дорогу, գրում է, որ երբ նա գնաց հեռավոր ճանապարհորդության եւ երկար ժամանակ անց վերադարձավ, նրան հանդիպեցին 3 կին՝ կինը, հարազատ քույրը եւ մայրը։ и он описывает, как Եվ նա по-разному նկարագրում է, թե ինչպիսի տարբերությամբ էին հանդիպում նրան այս 3 կանայք։ какой же Ինչպիսի огромный մեծ օրհնություն է ունենալ իսկական սեր, иметь որը կարող է։ настоящую любовь, Սիրո которая կարողությունը ոչ ոք չունի։ способна Եվ ոչ ոք ինքնուրույն չի կարող նման կարողություն զարգացնել իր մեջ, տեսնելու այլ մարդկանց И տառապանքները։ никто сам не в силах развить в себе такой способности видеть страдания других людей. Мы от них Մենք отмежевываемся. խուսափում ենք, հեռանում ենք մարդկանց տառապանքներից։ Нам достаточно своих Մեզ համար բավական են մեր страданий. տառապանքները, Но любовь բայց это սերը կարողություն է способность տեսնելու այլ видеть մարդկանց страдания других տառապանքները, людей даже на նույնիսկ հեռվից расстоянии եւ и կարեկցելու նրանց։ сострадать. Сострадать Կարեկցելը это նշանակում է страдать միասին կրել այն մարդու с տառապանքը, человеком, которому ով ցավ է больно. զգում։ Любовь это Սերը, когда ես սկսեցի իմ я խոսքը начал ասելով, слышать того, երբ ուրախանում ես այլ когда մարդու ты радуешься ուրախությամբ եւ радости լաց ես լինում другого, լացողի когда ты հետ, плачешь եւ с ինքդ էլ плачущим. չգիտես, թե ինչու И ты ես сам не անում դա։ знаешь, почему ты это делаешь и почему Թե тебе ինչու ես плохо, դու потому վատ что զգում кому-то քեզ, երբ նա кого-то ում դու любишь. սիրում ես, վատ ես զգում իրեն։ И вы знаете, человек, գիտեք, он մարդն целостен. ամբողջական է։ Когда мы читаем, что Երբ Бог մենք կարդում ենք, որ возлюбил Աստված мир, սիրեց այս конечно же, мы աշխարհը, говорим о իհարկե грешном մենք խոսում мире. ենք մեղավոր աշխարհի մասին։ Конечно, Իհարկե մենք часто հաճախ мы ասում ենք, говорим, որ Աստված что սիրում է մեղավորին, Бог любит грешника, но բայց ատում է ненавидит մեղքը։ грех. Но грех Սակայն մեղքն неразделим с անբաժանելի է грешником. մեղավորից։ Он этот Այդ грешник մեղավորը и հենց стал մեղավոր է դարել այն грешником պատճառով, որ из-за մեղք է того, что он գործում։ делает грех. И грешник Եվ մեղավոր լինելը նրա կարգավիճակն է։ невозможно быть грешником. Անկարելի է մեղավոր не լինել имея առանց մեղքի, греха. անկարելի է Невозможно շնացող быть լինել блудником, не առանց совершая շնություն գործելու, блудодеяния. Невозможно быть անկարելի է գող вором. լինել Не воруя, առանց գողություն невозможно անելու, быть անկարելի է убийцей, մարդասպան не լինել совершая առանց սպանելու։ убийства. Потому это Այդ իսկ статус պատճառով սա человека, մարդու который կարգավիճակն է, за ним որը теперь կցված է նրան, закреплен, որը который հիմա теперь հետապնդում է նրան։ преследует. Когда человек Հին совершил Ռուսիայում, хотя երբ бы մարդը однажды թեկուզ մեկ անգամ մի это հանցանք էր преступление в կատարում, Древней Руси, քանի որ հնարավոր չէր когда քրեական невозможно было մատյաններ вести վարել, записи криминальных, людям մարդկանց ставили ճակատը тавро, խարանում էին горячим շիկացած железом на երկաթով։ лбу им выжигали, 3 буквы было. Կար 3 տար, 6 տարը գողության համար էր։
կար բռնաբարության եւ էլի մի հանցանքի համար։ Մարդը չէր կարողանում ազատվել դրանից, դա նրա անձնագիրն էր, որը միշտ մինչև իր կյանքի վերջը հետապնդում էր նրան։ Դա մարդու կարգավիճակն է։ Պողոս առաքյալը նույնիսկ ասաց. Ես նույն մարդս իմ մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին։ Ես նույնն եմ։ Սա մեկ այլ ես չէ։ Եթե մենք բացառենք կեղծավորությունը մեր վարքից, բացառենք այս կեղծավոր խաղը, որ հիմա ես լավն եմ, իսկ հիմա իսկականն եմ, կամ հիմա երևում է իմ կյանքի այլ կողմը, որովհետև մարդը կարող է լինել և լավ, և վատ, որովհետև ես ցանկանում եմ բարին գործել, բայց իմ մեջ ուժեր չեմ գտնում, որ անեմ դա, որովհետև արդեն ես չեմ անում, այլ իմ մեջ ապրող մեղքը, և այն ապրում է իմ մեջ, և ես բաժանվում եմ մասերի։ Եթե հեռացնենք կեղծավորությունը մեր կյանքից, վարքից և կենցաղից, և անկեղծ լինենք, մեզանում զարգանում են և լավ, և վատ բաներ։ Վատ բաները կզարգանան մեր մեջ, եթե արմատախիլ չանենք դրան։ Ես, նույն ես, իմ մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, և նույն ես իմ մարմնով ծառայում եմ մեղքի օրենքին։ Այդ պատճառով է հավատալ, որ Աստված սիրում է ինձ ամբողջությամբ է սիրում ինձ, որ իմ մեղքը ցավ է պատճառում նրան, որովհետև այն ինձ է ցավ պատճառում։ Ես ինքս նվաստացած եմ իմ մեղքով։ Ոչ ոք չի խոսում այդ մասին, մենք չենք վիճում այդ մասին, և դա այսօր մեր խոսակցության թեման չէ։ Բայց այն, որ Աստված սիրում է ինձ ամբողջությամբ, նույն ինձ ամբողջությամբ, հավատալը սրան սիրում, որը կախված չէ ոչ մի բանից, այս սրան հեշտ չէ հավատալ։ Ահա թե ինչու են շատերը շարունակում ապրել դատապարտության մեջ, նրանք ցանկանում են վաստակել սերը, բայց սերը ցուցաբերում են, այն չեն վաստակում, անկարելի է արժանանալ սիրուն։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, ես հավատում եմ, որ երբ այն կինը, ում մասին գրված է, որ նա մեղավոր էր, որ նա այն քաղաքի կինն էր, Կաթոլիկ եկեղեցում կա ավանդություն այն մասին, որ խոսքը Մագդաղենացու մասին է, Մարիամ Մագդաղենացու, այսպես են համարում նաև մեզանից շատերը, պարզապես չկան հավաստի փաստեր այս մասին, բայց մի շարք աստվածաբաններ կարծում են, որ խոսքը Մարիամ Մագդաղենացու մասին է։ Մագդաղը քաղաքի անուն էր, այսինքն նա հայտնի էր այդ քաղաքում որպես մեղավոր կին, և հենց այդ կնոջից Именно из этой женщины Христос Քրիստոսը 7 դև քշեց։ То есть это не Այսինքն սա ինչ որ բռնություն է անձի վրա, երբ դևերը, ովքեր կարող են անհանգստություն պատճառել մարդկանց դրսից, թափանցում են մարդու ներսը և սկսում են բնակվել մարդու մեջ, տանջել, կեղեքել և ճնշել նրան, և այդ ընթացքում մարդը շարունակում է մնալ մարդ, և նրանում մնում է նրա կամքի կամ ընտրության ազատության ինչ-որ մասը։ Այդ անմաքուր ոգիները սկսում են ներսից վերահասկել մարդու ինչ-որ մասը։ Բայց այս կինն օգտագործեց բարի կամքի այն մասը, այն ընտրության հնարավորությունը, որը դեռ պատկանում էր իրեն։ Նա ընտրեց։ Նա եկավ այն տեղը, որտեղ Հիսուսն էր, ինքը եկավ, նրան ոչ ոք այդտեղ չտարավ։ Եվ ամենայն հավանականությամբ նա հեռվից հետևում էր Հիսուսին, որովհետև նրա վարքը շատ ոչ միանշանակ արձագանք առաջացրեց։ Այդպիսի մարդիկ նուրբ հոգեբաններ են։ Նա հեշտությամբ կարող էր կարդալ տղամարդկանց հեռվից։ Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր ասում էին.
Ես 15 տարի է չէի գնում խոստովանության, որովհետև երբ ես մոտենում էի Հովվին, որ պատմեի իմ մեղքի մասին, ես տեսնում էի բոլորովին այլ վերաբերմունք նրա հայացքի մեջ։ Եվ ես չէի կարողանում անել դա։ Կարծում եմ այս կինը հեռվից հետևում էր այս անսովոր երիտասարդ ռաբբիին, այս երիտասարդ տղամարդուն, Քրիստոսին։ Նա ինչ-որ այլ բան որսաց Քրիստոսի մեջ։ Նա կարդաց նրանում սիրո բոլորովին այլ տեսակ, բոլորովին այլ հետաքրքրություն իր հանդեպ։ И она пошла к нему. Եվ գնաց նրա մոտ։ Конечно же, она пошла. Իհարկե նա ամբողջովին գնաց։ А кто она вся? Իսկ ով էր ինքը։ Грешница. Մեղավոր կին։ И она вся пошла. Եվ նա ամբողջովին գնաց նրա մոտ։ И вошла в это людное место, в этот дом. Նա մտավ այդ մարդաշատ վայրը, այդ մարդկանցով լի տունը եւ կանգնեց նրա ետևում։ Склонилась возле его ног. Կրացավ նրա ոտքերի մոտ, Принесла алавастровый сосуд. բերեց թանկարժեք մաքուր նարդոսով լի ալեբաստրե անոթը Не говоря ни եւ слова, առանց մեկ բառ ասելու она возливала это на սկսեց его ноги. լցնել յուղը նրա ոտքերին եւ սրբել իր գլխի մազերով։ Она не Նա знала, չգիտեր, թե как այլևս ինչ по-другому կերպով արտահայտեր իր սերը, проявить որովհետեւ մինչ свою այդ նա любовь, արդեն потому что սա իմ она հաստատ уже до համոզվածությունն է։ этого. Вот мое твердое убеждение. Она уже Մինչ до այդ նա этого արդեն հավատացել է նրա սիրուն։ уверовала в его любовь. Это была ее Դա նրա взаимность. փոխադարձ վերաբերմունքն էր։ Это была Դա նրա ее շնորհակալությունն արտահայտելու форма ձևն էր։ выразить свою благодарность. И я верю, что Եվ ես он հավատում принял եմ, ее, որ эту Հիսուսը женщину, ամբողջովին принял ընդունեց այդ в կնոջի свое իր սրտի մեջ։ сердце всю. Большое заблуждение. Մեծ մոլորություն է մտածել, որ երբ դու թողնես ծխելը, երբ դու դադարես շնանալ, Աստված կսիրի քեզ։ Тогда Бог тебя будет любить. Тогда самое большое. Դա ամենամեծ մոլորությունն է, որը կարող է լինել եկեղեցում։ Потому Иисус Այդ принял պատճառով ее Հիսուսն всю. ամբողջովին ընդունեց այդ կնոջը։ Ее разделить было невозможно. Անկարելի էր բաժանել նրան։ Вместе с ее семьей. Եթե ցանկանում եք, նա ընդունեց այդ կնոջը իր 7 դևերի հետ։ И когда он ее принял, Եվ երբ նա ընդունեց այդ կնոջը, եւ այդ կինը տրվեց Հիսուսի սիրուն, то демоны не դևերը смогли չկարողացան там մնալ сидеть. այդտեղ։ Они повыбегали. Նրանք փախան այդտեղից։ Но если бы Иисус Բայց не եթե принял Հիսուսն ее ամբողջովին всю չընդուներ նրան вместе с ее իր շնության демонами դևերի блуда, հետ, то таковых в Израиле այդպիսիներին Իսրայելում подгоняли. քարկոծում էին Почему? մեղքը հասարակությունից արմատախիլ անելու համար, Потому что грех որովհետև нашел մեղքը место, տեղ ու обитающий в բնակություն է գտել человеке, մարդու теперь մեջ, этот человек եւ հիմա այդ մարդը цитадель այդ этого մեղքի греха, միջնաբերդն է, и чтобы եւ մեղքը ликвидировать ոչնչացնելու համար պետք է грех, ոչնչացնել надо այդ մարդուն, ликвидировать человека. Потому что человек с грехом неразделим. որովհետև այդ մարդն անբաժանելի է մեղքից, բայց նա նույնպես հասարակության մասն է։ Понимаете? Հասկանում եք։ Сам человек с грехом Այդ մարդը неразделим. անբաժանելի է Грех մեղքից։ вошел в него, и он стал Մեղքը մտել է նրա մեջ եւ նա մեղավոր է դարձել, բայց նույն մարդը, ով արդեն մեղավոր է, հասարակության И он մասն заквашивает է։ все. Եվ նա խմորում է ողջ զանգվածը եւ հիմա նրան պետք է ոչնչացնել, որովհետեւ նրանում մեղք կա։ Իսկ Հիսուսը Этого человека վերցրեց այդ մարդուն իր սիրո մեջ, նրա մեղքերի հետ միասին։ и только Եվ միայն այս սերն է գրավում մարդու покоряет սիրտը։ сердце человека, он Նա воскресает. հարություն է առնում այս սիրո համար։ Он Նա верит. հավատում է այս սիրուն И он ради եւ հանուն այս սիրո готов նա պատրաստ է на самопожертвование. զոհել իր անձը։